Էրիկ Կրբաշյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմում է։ Նա ծնվել է 2003 թվականի ապրիլի 27-ին, մանկությունից աչքի է ընկել իր բազմակողմանի հետաքրքրություններով, միաժամանակ լինելով ուսմանը նվիրված խոհուն և ստեղծագործ անձնավորություն։ Էրիկը հաջողությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, դառնալով որակավորված բժիշկ։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է 2025 թվականի մարտ ամսից, միանալով Երևանի շտաբուժօգնություն Փակ բաժնետիրական ընկերությանը։ Որպես երիտասարդ մասնագետ նա համարվում է պատասխանատու և մարդասեր բժիշկ, ով հոգ է տանում յուրաքանչյուր պացիենտի մասին բարձր նվիրումով։ Բացի բժշկական գործունեությունից, Էրիկ Կրբաշյանը խաղում է նաև հեռուստասերիալներում։ Նա նկարահանվում է Դիանա Գրիգորյանի սիրված և հանրահայտ հեռուստասերիալում «Վերջին զանգը», որտեղ մարմնավորում է Արամի կերպարը։ Նրա դերակատարմանը բնորոշ են բնականությունը, հուզական խորությունը և կերպարի ներաշխարհը բացահայտելու յուրօրինակ կարողությունը։ Էրիկի խաղը գնահատվել է հեռուստադիտողների կողմից, դառնալով սիրված և հիշվող կերպար։ Նրան հաջողվել է ոչ միայն փոխանցել կերպարի ապրումները, այլև ստիպել հանդիսատեսին զգալ այդ պատմությունը սեփական մաշկի վրա։ Ավելին, նա մասնակցել է նաև պատմական «Վազգեն, վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումներին։ Թեպետ նրա դերն այդքան էլ մեծ չէր, բայց նա մեծ սիրով ու նվիրվածությամբ է մասնակցել այդ նախագծին, համարելով դա պատվաբեր փորձառություն։ Էրիկ Կրբաշյանն այսօր համարվում է նոր սերնդի այն տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը, ով կարողանում է հմտորեն համադրել երկու տարբեր բժշկական և արվեստի աշխարհները։ Նրա ճանապարհը դեռ նոր է սկսվում, սակայն արդեն իսկ խոստումնալից է և ոգեշնչող։ Նա նաև մոդելային աշխարհի ներկայացուցիչ է և մոդելային ընկերության հիմնադիր։ Իր ղեկավարած ընկերության միջոցով Էրիկը նպաստում է նոր սերնդի մոդելների զարգացմանը, բացահայտելով երիտասարդ տաղանդներ և նրանց հնարավորություն ընձեռնելով երևալ և ճանաչում ձեռք բերել։ Էրիկ Կրբաշյանն այսօր համարվում է համարձակ, ստեղծարար և նպատակասլաց երիտասարդ, ով կարողանում է միաժամանակ լինել բժիշկ, դերասան, հաղորդավար և ձեռնարկատեր։ Նրա ուղին դեռ նոր է սկսվում, սակայն արդեն իսկ աչքի է ընկնում կայունությամբ, նպատակաուղղվածությամբ և ոգեշնչող օրինակով նոր սերնդի համար։ Թեև Արամը Էրիկ Կրբաշյանի մարմնավորած կերպարը ուշ միացավ «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմին, սակայն իր հայտնվելով բերեց մի նոր էներգիա, թարմություն ու լարվածություն, շունչ տալով թե սյուժեին և թե հանդիսատեսի ակնկալիքներին։ Արամը սերիալում հանդիսանում է Սոսի որդին, մի տղա, ում անցյալը ծածկված է մառախուղով, իսկ ներկայությունը լի հակասություններով ու անակնկալներով։ Սոսին տարիներ շարունակ համարում էին մահացած, և նրա վերադարձը ոչ միայն ցնցեց հերոսների կյանքը, այլև հանդիսատեսի հոգեբանական ընկալումները։ Երբ Արամը հայտնվեց, իր հետ բերեց մի ամբողջ նոր շերտ։ Նրա կերպարը խորը հոգեբանություն ունեցող, հպարտ, բայց միևնույն ժամանակ բարդ ներաշխարհով երիտասարդ է, ով պայքարում է իր անցյալի ու ներկայի միջև, փորձելով գտնել իր տեղն աշխարհում և ընտանիքի պատմության մեջ։ Էրիկ Կրբաշյանը կարողացավ կերպարին հաղորդել ուժ, բովանդակություն և անկեղծություն։ Նրա խաղի շնորհիվ հեռուստադիտողները տեսան ոչ միայն կերպարի արտաքին կողմը, այլ նաև զգացին նրա ներքին պայքարները, տատանումները, հավատը և խանդավառությունը։ Թեև նրա մուտքը սերիալում ուշ էր, բայց արձագանքն անմիջական։ Դիտողներն ընդունեցին Արամին որպես լիարժեք կերպար և սիրեցին նրան, հաճախ նույնիսկ ի սիրտե խոսելով սոցիալական ցանցերում, քննարկելով, կիսվելով իրենց կարծիքներով։ Արամը դարձավ այն բացառիկ կերպարներից մեկը, ով միաժամանակ կրում է իր մեջ թե անցյալի սարսափները, թե ապագայի լույսը։ Նա սերիալին բերում է նոր սերնդի ձայնը, զուգահեռելով ընտանեկան դրամաները, ժամանակակից երիտասարդի ներքին դիլեմաները։ Ի վերջո, Էրիկ Կրբաշյանի կատարումը «Վերջին զանգը» սերիալում ոչ միայն հարստացրեց հեռուստանախագիծը, այլև միանշանակ հաստատեց նրան որպես դերասան, ով ապագա ունի հայ հեռուստաարվեստում։ «Վերջին զանգը» հեռուստասերիալն ազդարարեց մի մեծ պատանեկան մաքրամաքուր սիրո պատմության սկիզբը և «Վերջին զանգ», որն ազդարարեց այդ նույն սիրո ողբերգական ավարտը։ Ճակատագրական դիպված, որը շրջադարձային էր մեծ սիրո համար, մեկ հոգու սխալ, որը խարան դարձավ սերունդների ճակատին։ Բոլոր դժվարություններից անկախ, կյանքին գույն ու իմաստ տվող իրական սեր, այնուամենայնիվ, միշտ կա։ Եվ եթե մեր հերոսներին չհաջողվեց վայելել իրենց սերը, ապա նրանց սերունդներին թվում
թվում է վիճակված է ապրել նման սեր, բայց միայն թվում է, մեծ սիրո հիմքում անհաղթահարելի անջրպետ կա, կհնչի արդյոք խավարում լույս սփռող վերջին զանգը։ Պատմությունն իրապես սթափեցնելու է բոլոր այն ծնողներին, ովքեր չեն նկատում և հաշվի չեն առնում իրենց զավակների ցանկությունները։ Նրանք հիմնականում առաջ են քաշում իրենց ցանկություններն, այդպիսով դառնում զավակների դժբախտության պատճառը։ Միշտ պետք է հաշվի առնել ու նկատել զավակների զգացմունքներն ու ցանկությունները, սա է հեռուստանովելի հիմնական ուղերձը։ Նրա խոսքով, հաճախ ծնողները, որ իրենք շատ լավ գիտեն իրենց երեխաներին, բայց երբեք չեն թակում երեխաների սրտի և հոգու դուռը տեսնելու ինչ կա այնտեղ։ Թերթերում Լայֆի հետ զրույցում ասել էր Դիանա Գրիգորյանը. «Գուցե այնտեղ ուրիշ մի բան կա, որը քեզ էլ դուր կգա։ Իրապես ծնողն ամենալավն է կամենում իր երեխայի համար, բոլոր ծնողներն էլ ամենալավն են կամենում, բայց երբեմն ծնողի ամենալավը երեխայի համար լավ չի լինում», ընդգծել է Դիանա Գրիգորյանը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր նախագիծ սկսելիս միշտ իր սցենարական խմբի հետ աշխատում են այնպես անել, որ այն տարբերվի այլ նախագծերից։ Ամբողջովին նոր բան պարզ է, որ չես կարող հորինել, բայց ուզում ենք, որ տարբերվի մեր մյուս նախագծերից, որ անգամ մատուցման ձևը տարբեր լինի։ Մարդիկ չեն պատկերացնում, թե որքան դժվար աշխատանք է հեռուստանովել նկարահանելը, սա շատ բարդ աշխատանք է։ Եվ հիմնականում շատերը սիրում են չարախոսել կամ քննադատել առանց հասկանալու, թե որքան մեծ աշխատանք և ստեղծագործական խմբի և դերասանական անձնակազմի աշխատանք։ Մարդիկ չեն գիտակցում այս ամենը և երբեմն միայն սիրում են չարախոսել, փնովել, լավը չնկատել։